Ողջույն սիրելի ընկերներ, Antifake եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումն է եւ ինչպես միշտ տաղավարում ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվում է եւ ավելին, մենք տեսնում ենք, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատեց օրինագիծ, որի համաձայն եւս 60 միլիարդ դոլար է տրամադրվում ադմինիստրացիային, որպեսզի պատերազմը շարունակվի Իրանում, եւ մենք տեղեկացանք, որ վերջին տվյալների համաձայն փետրվարի 28-ից մեկնարկած պատերազմը մինչ օրս Միացյալ Նահանգների վրա արժեցել է մոտավորապես 37 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ բազմաթիվ արևմտյան վերլուծաբաններ խոսում են նրա մասին, որ Միացյալ Նահանգները նախապատրաստում են նոր ավելի ուժգին հարված Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եւ նաեւ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները շարունակում է զորքերի տեղակայումը Պարսից ծոցի ավազանում եւ տեսնում ենք, որ շատ են արդեն իսկ խոսակցությունները սահմանափակ ցամաքային գործողության մասին։ Պարոն Նահապետյան, հարվածների այս փուլը եթե դիտարկենք, ապա մենք տեսնում ենք, որ հիմնականում թիրախավորվում են կրիտիկական ենթակառուցվածքները Իրանի Իսլամական Հանրապետության եւ ի տարբերություն նախորդ շրջափուլի պատերազմի, որտեղ մայրաքաղաք Թեհրանն էր ռմբակոծվում, քաղաքացիական օբյեկտներն էին ռմբակոծվում, բազմաթիվ դպրոցներ ավերվեցին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Հիմա կրիտիկական ենթակառուցվածքներն են եւ կարծես թե տպավորություն է, որ Միացյալ Նահանգները փորձ անում ստեղծել դաշտ, որպեսզի հնարավորինս անվտանգ կերպով կարողանա դեսանտային գործողություն իրականացնել, որտեղ եթե դիտարկում ենք աշխարհագրությունը ռմբակոծությունների, հիմնականում կարծես թե առափնյա շրջաններն են Պարսից ծոցի եւ նաեւ կամուրջները Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն կամուրջները, որոնք ապահովում են լոգիստիկ կապերը տարբեր շրջանների։ Արձանագրենք այսպես, բարի գալուստ երրորդ համաշխարհայինի երկրորդ փուլ։ Ես գնահատում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը հիմա մտնում է որակապես նոր փուլ։ Այսինքն Միացյալ Նահանգները որպես աշխարհի միակ գերտերություն եւ Ռուսաստանի Դաշնության հետ որպես միջուկային գերտերություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ որպես տնտեսական գերտերություն, առայժմ էս երեքն են, ինքը մտնում է պատերազմի ակտիվ փուլ եւ ուկրաինական ճակատում եւ իրանական ճակատում։ Մինչեւ ինքը այդքան ակտիվ չէր։ Հիմա ինչ ուկրաինականի մասին կարծում եմ հնարավորություն կունենանք խոսելու, հիմա իրանականի մասին խոսենք։ Իրանականում սկզբում երբ հարվածում էին եւ փորձում էին ոչնչացնել եւ հիմնականում ոչնչացնում էին Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարությանը, հարվածում էին քաղաքացիական օբյեկտներին, սպանում էին երեխաներին, սա ունի մի նպատակ՝ մարդկանց մեջ վախ մտցնել։ Ռազմական դիալեկտիկայում կարծեմ կա հետևյալ մարտավարությունը, որը ռուսերեն ասած կոչվում է շոկի տրեպետ։ Վախ, որը կարող է պատճառ հանդիսանալ այդ վախեցած միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր մարդիկ երկրում իրականացնեն իշխանափոխություն։ Այդ սինդրոմը չաշխատեց, որտեվ այդ նույն ժողովուրդը, երբ ԱՄՆ նախագահ հայտարարեց, որ շուտով հարվածելու է, սա նախորդ ռազմական գործողությունների ժամանակ, փետրվար 28-ից մինչև ապրիլի վերջը, 2 ամիս։ Հիմա երկրորդ ուրեմն փուլը, որ ինքը փորձում է առաջինի ժամանակ, երբ այդ ժամանակ ասում էր կամուրջներին եւ էլեկտրականներին կհարվածել, մարդիկ տասնյակ հազարներով գնում կանգնում էին։ Սա նախ ցույց է տալիս, որ իր այդ ձեր ասած շոկային հարվածը չաշխատեց, եթե մարդը մանալու չի վախում, տասնյակ հազարներ գնում կանգնում են կամուրջի վրա։ Սա նշանակում է, որ մարդկանց չես կարող վախեցնել։ Մարտավարությունը չաշխատեց։ Սա չէ, հիմա
էլի խնդիր իշխանափոխությունն է, բայց այլ գործիք է օգտագործում։ Այլ գործիքը ուրեմն մարդկանց սոցիալական նյութական վիճակի հարվածելն է։ Այսինքն, երբ որ դու հարվածում ես քրիտիկական ենթակառուցվածքներին, սա նշանակում է, որ գործնականում հարվածում ես տնտեսությանը։ Եթե հարվածում ես տնտեսությանը, հարվածում ես մարդու կենսամակարդակին։ Եթե հարվածում ես մարդու կենսամակարդակին, այսինքն մարդը պետք է վատ ապրի, որից հետո որոշում կայացնի, որ այդ վատ ապրելու պատճառը ոչ թե Միացյալ Նահանգներն են, այլ այաթոլլաների կառավարման ինստիտուտը եւ դուրս գա փողոց, որպեսզի տապալի։ Բարձր այսինքն նպատակը նույնն է։ Այն ժամանակ մարդը կյանքից մեռնելուց վախում, հարվածը դրաններ ուղված չաշխատեց, հիմա նյութական սոցիալականին, այսինքն եթե մարդը սկսում է վատ ապրել, տնտեսությունը ճաքերա տալիս, դե քրիտիկական ենթակառուցվածքն իրականում ապահովում են ցանկացած պետության մեջ տնտեսության շարունակականությունը։ Կամուրջներին հարվածել, երկաթուղուն հարվածել, նավահանգիստներին հարվածել, հա, այդ բոլորը տնտեսության կարևորագույն էլեմենտներն են, հա, կոմունիկացիաներին, բեռների տեղափոխման եւ այլն։ Ես վստահաբար եմ ասում, սա չաշխատի, որովհետեւ Իրանի ժողովուրդը եթե մահանալուց չի վախում, ապա մի քիչ վատ ապրելուց, վատ հագնվելուց, թեր սնվելուց կամ վատ սնվելուց առավել եւս ծնկի չի գա։ Ամերիկայում նման որոշում կայացել են ինչի համար։ Իրենք, ինչպես ասում են, այլ ժողովուրդների եւ այլ պետություններին չափում են իրենց արշինով։ Հիմա այդ արշինով չափել են, որ Իրանի ժողովուրդը եթե վատ ապրի, սոցիալապես վատ վիճակում լինի, ապա փողոց դուրս գա։ Իդեպ այդ նույն գնահատականն է Ուկրաինայի պահով։ Հիմա եթե Իրանի պահով նայենք, ԱՄՆ համակերպվել է, որ Իրանը կարող է ունենալ միջուկային զենք, իդեպ ասեմ ձեզ։ Որովհետև երեք կնքվեց պայմանագիր Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների միջև խաղաղ ատոմի շահագործման, ընդ որում այդ առաջարկը արվել էր վաղուց, բայց չգիտես ինչու Միացյալ Նահանգները ընդհանուր չի տրվել։ Հիմա տրվել է։ Սա նշանակում է, որ եթե Իրանը դառնում է միջուկային տերություն, ապա իրեն հակակշիռ ԱՄՆ-ի դաշնակից պետությունը եւս պետք է դառնա միջուկային տերություն։ Իդեպ նման պրակտիկա կա, երբ Հնդկաստանը դարձավ միջուկային տերություն, ապա միջուկային տերություն դարձավ Հնդկաստանի հետ ճշտամբաբար տրամադրված եւ այդ ժամանակ Միացյալ Նահանգների դաշնակից Պակիստանը։ Այսինքն հակակշիռները միշտ պահվում է։ Հակակշիռը ոչ թե պետք է լինի Իրան-ԱՄՆ, այլ Իրան իր մոտ պետություն, որը հավակնում է մոտավորապես այն նույն դերը, ինչ որ Իրանն։ Օրինակ, եթե Իրանը հավակնում է մահմեդական աշխարհում առաջնորդի դերում, այդ թվում է սուննի մահմեդական, որտեղ եթե մենք հետևենք եւ լսենք նախորդ հոգեվոր առաջնորդի առաջին ճիշտ հեղափոխության այաթոլլա Խոմեյնիի, հետո այաթոլլա Խամենեիին, որը զոհվեց պատերազմի ժամանակ ամերիկացիների եւ Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռամբ, երկուսի ելույթներում էլ միշտ կարմիր թելով անցնում էր հետեւյալ միտքը. Էական տարբերություն չկա սուննի եւ շիա մահմեդական աշխարհների, կա տարբերություն չարիքի եւ բարիքի, սատանայի եւ Աստծո զինվորների ու ծառաների։ Եվ նրանք, ովքեր որ Մուհամեդին ընդունում են մարգարե, նրանք, ովքեր որ Ղուրան իրանց համար սուրբ գիրք է եւ ձգտում են այդ գրքի կանոններով եւ արժեքային համակարգով ապրել, իրենք բարի դաշտում են եւ կապ չունի դա դու շիա մահմեդական ես թե սուննի մահմեդական ես։ Հետեւաբար Իրանը առավելս վերջին զարգացումների ֆոնին ունի նման հավակնություն իդեպ։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետություն ունի հավակնություն նման միավորել մահմեդական աշխարհը, կապ չունի որ ինքը շիա մահմեդական պետություն է եւ որը փոքրամասնություն է բնակչության թվականակով մահմեդական աշխարհում։ Հավակնություն ունի մահմեդական աշխարհում ավագարդ դառնալու եւս երկու պետություն, բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Մեկը Թուրքիան է, որը հիմնավորվում է, որ մի քանի 100 տարի այն կայսրությունը, որ ինքը ստեղծել է, դա մահմեդական կայսրություն է, Ղուրանի հենքի վրա եւ կապ չունի, որ ասենք այդտեղ արաբները վասալի կարգավիճակ են ունեցել։ Այո։ Եվ երրորդ պետությունը, որը հավակնում է մահմեդական աշխարհում լինել առաջնորդ, դա Սաուդյան Արաբիան է։ Արձանագրելով այն իրողությունը, որ
Մուհամեդ Մարգարեն իր կյանքը, պայքարը եւ ավարտը հիմնականում ունեցել է այդտեղ։ Այսինքն արաբական թերակղզին միավորող գաղափարախոսության ջատագովը, որը հետո 40 տարեկանից հետո որ միջետ սովորական պատճառական էր, հայտնություն ստացավ եւ այնինչ արվեց, դրանով ոչ միայն արաբական աշխարհը կարողացավ մասնատված ցեղախմբերին միավորել, այլև հզոր կայսրություն ստեղծել։ Եվ Մեքքան եւ Մեդինան սրբավայրերը, հա, ծնդավայրը եւ մահվան վայրը եւ գործնեության վայրը, դրանք Սաուդյան Արաբիայում են գտնվում։ Եվ Սաուդյան Արաբիան եւս հավակնում է դառնալ իսլամ աշխարհում որպես ավանգարդ երկիր։ Այստեղից հետևություն, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը այնուամենայնիվ ստեղծում է միջուկային զենք, թեև արգելանք կա հոգևոր առաջնորդի կողմից դրված, ինչևէ, եթե ստեղծում է, ապա Միացյալ Նահանգները այսօր ի հակակշիռ Իրանի Իսլամական Հանրապետության ապագայում միջուկային տերություն դառնալու 3 կնքեց Սաուդյան Արաբիայի հետ էներգետիկայի նախարարությունները խաղաղ ատոմի հետ կապված տեխնոլոգիաների փոխանցման պայմանագիր, որտեղ փորձագիտական հիմնական շրջանակը, մասնագիտական ասում է, որ Սաուդյան Արաբիան ստանալով տեխնոլոգիաներ շատ արագ Միացյալ Նահանգների օժանդակությամբ կարող է դառնալ միջուկային տերություն։ Այսինքն արձանագրում ենք, որ իրանական ճակատը այլևս որակապես նոր փուլ է մտնում։ Այսինքն միջուկային տերությունների ստեղծման եւ հետագա մրցակցությունը կամ բախումները միջուկային վտանգի ֆոնի վրա կարող է դառնալ։ Իդեպ բավական հետաքրքիր է հենց այդ ասպեկտում վերջին 1-2 օրվա զարգացումները, որովհետեւ անհանգստացած էին Սաուդյան Արաբիայի խաղաղ ատոմի ծրագրի հետ կապված հրյաները եւ Դոնալդ Թրամփը շտապեց փարատել Իսրայելի կասկածները, նշելով, որ դա ուղղված չի լինելու Իսրայելի դեմ։ Եվ մենք նաև տեսնում ենք, որ այդ տենդենսը, որ կա մերձավոր արևելքում զինվելու եւ նաև միջուկային զենք ստեղծելու մասին, դա իրավամբ կարող է բերել մրցակցության, որովհետեւ եթե օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունենա միջուկային զենք կամ Սաուդյան Արաբիան ունենա միջուկային զենք, դա բերելու է նրան, որ հաջորդը կարող է լինել Թուրքիան, որը որ որոշի հետ չմնա եւ տարածաշրջանային խախտված բալանսը պահելու համար նա փորձի եւս գնալ այդ միջուկային ծրագրով։ Բայց միջուկային ծրագրով գնալու համար ինքը տեխնոլոգիաներ պետք է ունենա։ Կամ ունենա գիտություն, որ իր սեփական գիտությունը տա այդ արտադրանքը, կամ պետություններ, որոնք միջուկային տերություններ են, որոնք կարող են ոչ հրապարակային կերպով օգնել օժանդակել այն պետությանը, որը տեսականորեն փորձում է դառնալ միջուկային տերություն։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա այս վերջին շրջանում միջուկային տերություններ դարձած գոնե առնվազն 3 պետություն այլ պետությունները օժանդակությամբ են դարձել Հյուսիսային Կորեան, Պակիստանը եւ Հնդկաստանը։ Ավելին այլ պետության օժանդակությամբ միջուկային տերություն հանձնացող երկիրը զրկվեց այդ հնարությունից։ Հարավաֆրիկյան Հանրապետություն միջուկային տերություններ եւ Բրիտանիայի թեթև ձեռքով այլևս ինքը չունեցավ, ուներ ինքը միջուկային ռումբեր, ուներ մի քանի հատ պատրաստած, այսինքն տեխնոլոգիաները ամբողջովին ուներ, ու ինչևէ, այնպես արեցին, որ այլևս չունենա։ Հիմա այս ամեն ինչի համար եմ ասում, որտեվ թվում է, թե աշխարհի վերաբաժանումը սովորական կոնվենցիոնալ պատերազմների արդյունքում դիլնի, բայց մյուս կողմից էլ հիմա ակնհայտ է, որ պետությունների մարտի դաշտում բախումը դեռևս որոշիչ չի դառնալու ազդեցության տարածքները արձանագրելու եւ սկզբունքորեն չի բացառվում, որ այս երրորդ համաշխարհային պատերազմը կամ որը կարող է ավարտվել միջուկային պատերազմով երկիր մոլորակի համար դա վերջն է, կամ եթե այդ պատերազմը չկա, ապա պատերազմի սպառնալիքով, այնպես ինչպես եղավ 1962-ին Կարիբյան ճգնաժամի ժամանակ, այո, այդ սպառնալիքը 5 րոպե պակաս իրոք կարող է կյանքի կոչվել։ Ուստի եւ հիմա կարող ենք արձանագրել, որ աշճանաբար այդ բախումները, լարումները մտնում են նոր փուլ։ Ուրեմն մի կողմից Միացյալ Նահանգները փաստացի Իրանի դեմ
հիմա ռազմական գործողությունները իրականացնում նպատակ ունենալով Իրանի տնտեսությունը ավերել, որով Իրանի քաղաքացիներին հանել փողոց, որոնք պետք է տապալեն ուրեմն այաթոլլաների ինստիտուտը, մյուս կողմից Միացյալ Նահանգները դառնում է հիմնական մատակարարը ամիջական եւ ուղակի Ուկրաինային տրամադրվող զենքի, մյուս կողմից միշտորդավորված, եթե պատվիրատուն եվրոպական երկրներն են, ընդ որում եվրոպական երկրները հիմա բավականին լուրջ պատվերներ են տալիս Միացյալ Նահանգներին, հիմնականում անօթաչուների հետ կապված հետախուզական տվյալների արտադրությամբ, որը հրթիռների, որը շուտով ընդ որում Ուկրաինային եւս Միացյալ Նահանգների նման հնարավորություն Խայմեսների հետ կապված տվել է, նշանակում է, որ Միացյալ Նահանգները բազմամիլիարդանոց ուրեմն բյուջե ունենալու ռազմական ծախսերը, ընդ որում արդեն հաստատվել է 1 տրիլիոն 120 միլիարդ դոլար։ Աննախադեպ է Միացյալ Նահանգները երբեք նման բյուջե ռազմական ծախսերի չի ունեցել։ Եվ այդ բյուջեի ծախսերի մեծ մասը, ինչպես ասում են, եվրոպական հարկատուների հաշվին արվելու։ Այսինքն պատվիրատուները զենքի արտադրության, որոնք գետնի վրա պետք է կիրառվեն, դա եվրոպական երկրներն են, որոնք գումարներ են հավաքում, այդ գումարները վերջում զենքի են վերածում եւ Ուկրաինային պարտքով տալիս են։ Այսինքն մեծ հաշվով վերջին պարտք ունեցող երկիր դառնում է Ուկրաինան, որտեղ ինքը վերցնում է զենք, Ռուսաստանի դեմ պատերազմում է, որպեսզի խնդիրներ առաջացնի Ռուսաստանում, որպեսզի Ռուսաստանում եւս իրականացվի իշխանափոխություն։ Այսինքն Ուկրաինայում այս պատերազմի բուն նպատակը Եվրոպայի եւ հիմա միջնորդավորված Եվրոպայի Միացյալ Նահանգների Ռուսաստանում իշխանափոխությունն է։ Առավել եւս փաստացի Մանիլայում, Ֆիլիպիններում, երբ հանդիպեցին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստան Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարները, փաստորեն արձանագրվեց Անկորիջում, Ալյասկայում Պուտին-Տրամփ հանդիպման պայմանավորվածությունների մահախոսականը վերջակետ դրվեց եւ նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ։ Իդեպ Մարկո Ռուբիոն այս դրա մասին խոսեց, որ Ռուսաստանը պետք է նոր մոտեցումներ ունենա եւ խոսեց, որ մարտի դաշտում ըստեյության իրավիճակ է փոխվում, որովհետեւ ուկրաինական կողմը կարողանում է գրեթե ամենօրյա ռեժիմով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը։ Եվ իդեպ սրա մասին նաև խոսել էր Դոնալդ Թրամփը G8-ի շրջանակներում, համաժողովի շրջանակներում, նշելով, որ մարտի դաշտում այլևս ռուսական կողմը չունի այն բացարձակ առավելությունը, որը որ ուներ 1 տարի առաջ մոտավոր։ G7-ի ուրեմն սա ինքնին fake է, գիտեք որ fake-ն է, ինձ որ 44 օրային մեկը կար, որ առատից երեկո ասում էր, որ ի պաշտոն է հաղթում ենք, հետո հաղթելու ենք, հետո մեկ էլ ձայն չանեց։ Հիմա ես վստահաբար եմ ասում, որ ուկրաինական կողմի եւ սրա մասին դեպ առաջինը բարձրաձայնեց Եվրամիության ամենաբարձր պաշտոնատար անձը, չինովնիկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, որ ասեց Ուկրաինան հաղթում է, Ռուսաստանը հոգնած է։ Հետո տարածվեց դա քարոզչական թեզեր եւ քարոզչական օրակարգ, որի նպատակն էր քարոզչական դաշտում Միացյալ Նահանգների ղեկավարությանը համոզել, որ տեսեք, Ուկրաինան որակապես նոր վիճակում է, Ուկրաինան փաստացի հարձակվում է, Ռուսաստանը խնդիրներ ունի եւ այլն։ Բրիտանական արտադրության անօթաչուները, որոնք ռեակտիվ շարժիչով են, որոնք մեծ հեռավորություն են թռչում եւ դժվար որսելի են ռուսական հոպերի համար, հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար, բայց եկեք այսպես ասենք, հա, եթե 1-2% ուկրաինական անօթաչուներն են բաց թողածներից խոցում ռուսական թիրախները, ապա ռուսների մոտ այս արդեն 2 շաբաթ է բալիստիկ հրթիռները եւ անօթաչուները Գերան 4 տիպի, որոնք 6 կիլոմետր բարձրություն, 600 կիլոմետր ժամ արագություն, որը եւս չի բռնվում, ուրեմն 100%-անոց է խոցում։ Այսինքն եթե 100 միավոր ռուսական կողմը բաց է թողում, 100-ից 100-ը թիրախին խփում է։ Ընդ որում հատուկ բաց են թողում
հարվածելով Ուկրաինայի համար շատ խիստ կենսական երկու տարածքի, մեկը մայրաքաղաքին, մյուսը Օդեսային։ Ուկրաինականի դեպքում, ասենք, պատկերացրեք 10-ից 20 1000 բաց են թողում, 10-ից 20 թիրախին հարվածում է, այսինքն 1-2%։ Հիմա այդ քարոզչական հնարքը, որ արևմուտքը օգտագործում է, դրանից իրավիճակը չի փոխում, որովհետև այդ 10-20-ը, որ հարվածում են, իրականում իրենք մարդկանց հոգեբանության վրա ազդելու խնդիր ունեն։ Ռուսական կողմը ավերելու խնդիր ունի, այսինքն ռուսական կողմը երբ բալիստիկ հրթիռներով հարվածում է, այդ բալիստիկ հրթիռներով հարվածների բուն նպատակը ոչնչացումն է կոնկրետ օբյեկտների, ոչ թե նավթավերամշակման կանոնների ռեզերվուարներին, պաուսներին հարվածելը, որտեղ վառվի օրեր, շաբաթներ, ծուխ, հա, քարոզչականով մարդկանց վրա ազդում է, այլ օրինակ, եթե ռուսական կողմը հարվածում է, նավթավերամշակման գործարանն է հարվածում, որտեղ անօթաչուների վրա 10-20 կիլոգրամ անոց պայթուցի կա, ասենք տրացել, այն ավերից չի կարող այդ հսկայական շենքերին բերել։ Շենքերին կարող են բերել, ասենք 4-5 բալիստիկ, կես տոննա, մի տոննանոց, ասենք ֆաբերը կամ 2 տոննանոց, որոնք շենքեր պետք է ավերեն, ամեն ինչով, էլի։ Այսինքն մի քանի հազար կիլոգրամ պայթուցիկ պիտի լինի։ Եվ ռուսական կողմը թիրախային խփում է ոչնչացնելու համար, ոչ թե քարոզչության համար։ Ուկրաինական կողմը խփում է քարոզչության համար։ Նորից եմ ասում, այդ անօթաչուները չեն կարող գործանել ոչնչացնել։ Օրինակ Վարվերիսի այս վերջերս 2 օբյեկտներ նա խփել։ Դա անպաշտպան տարածք է եւ սկզբունքորեն արագ բռնկվող, հա, տարածք է։ Օրինակ ինչու են դա խփում, որտեվ այդ տնտեսվարող սուբյեկտի հետ կապվում են տասնյակ հազարավոր մարդիկ, 100 հազարավոր մարդիկ։ Այսինքն 100 հազարավոր մարդկանց մոտ դժգոհության ֆոն պետք է առաջանա։ Բազում ասում։ Բնականաբար։ Իսկ ռուսական կողմը կոնկրետ խփում է ոչնչացնելու կոնկրետ օրինակ նավերը։ Իհարկե չի հարվածում նավերը, որ սուզվեն, հարվածում է շարքից դուրս գան, այլևս պիտանի չլինեն։ Եվ հիմա օրինակ Օդեսայի նավահանգիստ դրսից էլ նավեր չի գալիս, որտեղ բոլոր նավերը, ովքեր որ մոտենում են, որ Օդեսայի նավահանգիստն են, բոլորը ռուսական կողմը հարվածում է։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Օդեսայի ամենաարյունատար երակներից մեկը, որը որ այդ երկրի տնտեսության հետ կապված էր, այդ նավահանգիստներն են, հա, Սև ծովի։ Եվ դա հիմա չի աշխատելու։ Իսկ եթե մինչև աշուն դա ձգվեց, դա գիտեք ինչ է նշանակում, որ ուկրաինական ժողովուրդը բավականին ծանր ձմեռ է սպասում։ Պարոն Հապետյան, բայց այնուամենայնիվ պետք է նաև ֆիքսենք, որ ռազմաճակատում իրավիճակը այն չէ, որը որ կուզեր ռուսական կողմը։ Չէ, որ ռուսական կողմով սուբյեկտով է ղեկավարություն թե ժողովուրդը, դրանք տարբեր բաներ են։ Ղեկավարությունը, որովհետև չի լուծվել իրենց արժև դրված խնդիրը։ Իսկ մենք գիտենք իրենց արժև ինչ խնդիր են դրել կամ զորքերի առաջ։ Այսինքն իրենք խնդիր են դրել ժամ առաջ օրինակ այդ 4 մարզերը ազատագրել։ Ես ասեմ, որ կարող է խնդիր ընդհանրապես դրած չկա։ Իրենք խնդիր են դրել ուկրաինական տնտեսությունը, էներգակիրները, կոմունիկացիաները եւ քրիտիկական ենթակառուցվածքները ոչնչացնել։ Իրանք խնդիր չեն դրել մտնել բնակավայրը վերցնել։ Օրինակ ժողովուրդը ոնց է մտածում, բանակը հաղթում է թե չի հաղթում։ Երբ որ զորքը մտավ քաղաքը վերցեց, ասում է հաղթում է, ճիշտ է։ Մոտեցում է։ Իսկ հիմա ես ասեմ, եթե Ուկրաինայի ամբողջ տնտեսությունը ավերում է, բայց ռուսական զորքը քաղաքն չի մտնում։ Իրան 1000 տարի պետք չի։ Որ մտնի ինչա օկուպանտի բանը պիտակ ունենա, չէ։ Հիմա ինքը իդեպ ասեմ, ռուսական կողմը անում է այն, ինչ Միացյալ Նահանգները փորձում է Իրանի գլխին բերել։ Բարձեմ ասում։ Այսինքն Իրանը, օրինակ, ամերիկյան զորք չի մտնում, չէ՞ Իրան։ Քրիտիկական ենթակառուցվածքներին է խփում, հա, գործարաններին է հարվածում։ Նպատակը տնտեսությանն է հարվածում, որ դժգոհության ֆոն լինի։ Հիմա Ռուսաստանը ոչ թե դժգոհության ֆոն է ապահովում, այլ ոչնչացնում է հիմնահատակ։ Ես ասում եմ Ուկրաինայում վաղը չմիսօրը վառելիք ընդհանրապես չի լինելու։ Որտեղ վառելիք, ասենք հիմնականում բերում են Սև ծովով, տանկերներով, տանկերը չի մոտենում Սև։ Նավահանգիստ գոյություն չունի, բոլոր տանկերները թիրախարում են նավերը։ Որ ճանապարհներով հիմա վառելիք չի լինելու։ Ինչ էլ որ կա այդ վերամշակման գործարանները ոչնչացվում է։ Արտադրությունը ոչնչացվում է։ Քաղաք չի մտնում, ռուսական տանկերը այս անգամ, ես ձեզ վստահեցնում եմ, Ռուսաստանի ղեկավարությունը նման խնդիր չի դրել իր բանակի առաջ, ուրեմն բան անել, վերցնել քաղաքներ, գրավել Կիևը,
1000 տարի ռուսին պետքա Կիևը գրավի։ Ես ես ասում եմ, իմ գնահատմամբ զինվորականների արչև ինչ խնդիր է դրած։ Եվ դա դրած չի շատ արագ։ Քաղաքական որոշումով է որոշում զինվորականները ինչքան առաջ պիտի գնան։ Ասեմ ինչ խնդիր է դրած։ Դնեպրը աճ ու ձախ ափերը ռուսական կողմը վերցնելու, աճը իրենն է։ Ձախը ինքը վերցնելու է բուֆերային գոտի սարքելու համար, որ այդտեղ ՆԱՏՕ-ի բանակ խաղարարի անվան տակ վաղը չմիսօրը չգա։ Իր սահմանակից 3 շրջանները՝ Սումայի մարզը, Դնեպրոպետրովսկի մարզը եւ Խարկովի մարզը։ Բարձր ասում։ Այս 3 մարզերում ինքը ավերելու է ամեն ինչ, որ դառնա բուֆերային գոտի, որ ամերիկյան, եվրոպական զորքերը այդտեղ չգան խաղարարի դրոշով, որը էլի վտանգ կարող է առաջացնի կոնկրետ Ռուսաստանի, որտեղ երբ որ Կուրսկի մարզ մտան Ռուսաստանի դաշտության, Սումայից մտան, սահմանակից տարածքը Սումայի մարզն էր։ Հիմա այդ 3 շրջանն է տեղ վերցնելու, ավերելու ամեն ինչ։ Այստեղ միայն քրիտիկական ենթակառույցները գործանը չի, ամեն ինչ պետք է ավերի։ Անմարդաբնակ տարածք։ Եվ եւս 2 շրջան կա Ռուսաստանում շատ կարևոր։ Ուկրաինային կտրելու է ինչից։ Իր հիմնական սնուցման վայրերից, ծովից, Օդեսայի եւ Նիկոլաևի մարզը, շատ ճիշտ եք։ Այդ 2 մարզերը եւս ավերելու է։ Իսկ Օդեսան ինքը այնուամենայնիվ ամբողջովին չի ավերի, որտեղ Օդեսայով Ռուսաստանը ցամաքային կապ ունենալու Մոլդավիայում գտնվող Մերձդենստրի Մոլդավական Հանրապետության հետ, որտեղ ապրեն 400,000 ռուս, ռուսախոս եւ Ռուսաստանի քաղաքացի։ Սա իմ կարծիքով Ռուսաստանի ռազմական ղեկավարության քաղաքականությունն է, ռազմական, բայց որը ենթակա է քաղաքական որոշումներին։ Օրինակ, եթե 1941-45 թվականներին բանակը կառավարչական ամբողջ ապարատը, քաղաքացիական հիմնարկները ենթարկվեն ուրեմն ղեկավարության ռազմական պետական կոմիտե կար ստեղծված, որի ղեկավար Ստալինն էր։ Ինքը ռազմական ղեկավարություն էր, քաղաքական չէր։ Եվ այդ երկրի խորհրդային միության հետ կապված ամեն ինչ որոշում էր ռազմական մասնագետներով, հա, քաղաքական ինքը ածանցվում էր։ Հիմա որոշվում է քաղաքական որոշում, ռազմականն է ածանցվում, բարձր ասում։ Այսինքն քաղաքական որոշումը օրինակ որոշված է, օրինակ հիմա Ռուսաստանը հնարավորություն ունի, օրինակ Կիև վերցնելու։ Տեսականորեն ասում ենք այո, շատ զոհերով, բայց կարող է վերցնել։ Իսկ գործնականում Չէ, գործնականում էլ իսկապես կարող է, բայց իրեն պետք է, ասեմ ինչու, որտեղ երբ որ ռուսական տանկերը մտնեն ուկրաինական այդ քաղաքներ, որտեղ խաղաղ բնակչություն կա, չէ, տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Այդ մարդիկ ռուսական տանկերին ծաղիկներով չեն դիմավորելու։ Դավիթ, դիմավորել են որպես օկուպանտ։ Իրենց երեխաները, թոռները, սերնդե սերուն։ Այդ դրա համար Ռուսաստանը չի մտնում, հասկանում եք դուք։ Ինքը թողում է, որ նացիստական ռեժիմի տապալողը լինի ոչ թե 90 կամ 80 տանկը իր էկիպաժով, անձնակազմով, այլ ուկրաինացին։ Բարձր եմ ասում։ Ուկրաինացին պետք է տապալի Զելենսկու եւ Զելենսկուն հետո եթե իրավը հաջորդ պատրաստում են, իսկ հիմա ոնց որ պատրաստում են Ֆյոդորովի հետ կապիկությունը որ անում են, ժողովուրդը պետք է տապալի։ Ոչ ռուսական տանկերը մտնեն։ Առաջ հայնական պատերազմի ժամանակ խնդիրը ո՞րն էր, տանկը ժամ առաջ մտնել այդտեղ, չէ՞, ցանկացած օկուպացված տարածք ազատագրել, ճիշտ է։ Հիմա այդպես խնդիր չկա դրած, որտեղ այդ խնդիրը Ռուսաստանի դաշտության համար հետագայում մոտակա 10-20-30 տարվա համար այդտեղ ապրողները դիտելու են որպես օկուպանտներ, որ իր երկիր է մտել։ Թալանում այս անում են անում, քարոզությունը ամեն դեպքում ուղեղները լվացք կան, էլի։ Դա համար Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունից տրիվիալ բաները ինքը հաշվում է։ Դա համար ինքը լուծում է այն նվազագույնը, որ իրեն պետք է նորից եմ ասում, Դնեպրի ձախափը, Օդեսա, Նիկոլաև ու վերջ։ Մնացածը, բայց ինքը նաև սնությունն է կտրում, հա, այս պատական չասի Օդեսային, այս արդեն 4-5-րդ օրն է, Օդեսայում նավահանգիստը ամեն ինչ ավերվում է։ Եվ հիմնական որպես զարկերակ այդ երկիրի սնուցման եւ սնունդի հետ կապված եւ զենք զինամթերքի հետ կապված Օդեսայով էր արում, Նիկոլաև այնտեղ նաեւ այլ փոքր քաղաքներ կան նավահանգստային։ Այս հարցը ինքը լուծում է եւ սկզբունքորեն պատական չի, որ 4 միլիոն մարտական կորուստ ունեցող պետությունում ժողովուրդը նաեւ հոգեբանորեն պատրաստ է իշխանության տապալմանը։
Պաշտպանության նախարար Ֆյոդորովի իհարկե դա արեմուտքը ինչ որ ձևով պատրաստեց, փողոցը գեներացրեց, բայց ակնհայտ է, որ ժողովուրդը պատասխան է փողոց իջնելու։ Իդեպ նաև որոշակի ժամանակ առաջ Ֆյոդորովի փոխարեն նույն դերակատարումը կարծես Զալուժնիի մասով էր նախապատրաստվում, բայց Զալուժնին հիմա ավելի ստվերում է, այսպես ասած։ Ու ինչևից է, մենք տեսնում ենք, որ այս երկու կարևորագույն ռազմաճակատներում Մերձավոր Արևելք եւ ուկրաինական ճակատ իրադարձությունները շատ սրընթաց կերպով են զարգանում եւ հետաքրքիրն այն է, որ իրավամբ այլևս ֆիքսվեց, որ Անկորիջում այդ պայմանավորվածությունը, ինչպես նշեցինք, գրվեցին Սառույցին եւ հիմա հարց է առաջանում, արդյոք Միացյալ Նահանգները ուղղակի մոլորեցրեցին Ռուսաստանին ըստ, որովհետեւ Այսինքն նկատի ունես այն ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որ հետո կյանքի չկոչվեն, այո, կյանքի չկոչվեն, որովհետեւ մենք տեսանք, որ անգամ այդ պայմանավորվածություններից հետո Միացյալ Նահանգները շարունակեց ռազմավետեղեկությունների տրամադրումը ուկրաինական կողմին եւ մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ երջուկս այդ խոսքերին, որ ուկրաինական կողմին մատակարարումներ չեն լինելու, բայց գոնե պատրիոտ համակարգերը շարունակում են մատակարարվել ուկրաինական կողմին։ Եվ այսպես հարց է առաջանում, այնուամենայնիվ Դոնալդ Թրամփը ինչ է ուզում, որն է նրա ռազմավարական նպատակը։ Եթե մենք ֆիքսում ենք, որ ռուսական կողմի այդ պայմանավորվածությունները իջք են դառնում, ապա դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին ել ավելի է մղում Չինաստանի գիրկը, այսպես ասած, որը որ նրա շահերից չի բխում։ Ուրեմն Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի համար իրոք ես գնահատում եմ այդպես, իրոք առաջնահերթ էր Ուկրաինային պատերազմ կանգնեցնելը։ Ինչու՞։ Որտեւ ինքը իր համար ռազմավարական ստրատեգիական այլ խնդիրներ էր, որպես կարևորություն դրել։ Դա Ուկրաինային պատերազմ շարունակել չէր։ Իր նպատակը Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնել չէ, որտեղ այդ պատերազմը ինքը գործիք է Ռուսաստանում իրականացնելու իշխանափոխություն։ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը, Բայդենի վարչակազմի նպատակը դա էր Եվրոպայի հետ միասին ուկրաինացի քաղաքացու կյանքի գնով Ռուսաստանում իրականացնել իշխանափոխություն։ Դա չեղավ։ Հիմա ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի նպատակը ինքը ուներ ստրատեգիական մի քանի խնդիր։ Արկտիկան 1 իր համար, որտեղ մրցակից է Ռուսաստանը, բայց դրա համար ինքը խնդիր չի դնում Արկտիկայում իր մասնակցության չափը մեծ տոկոսով ունենալու համար սեփականության իրավունքով Ռուսաստանը իրականացնի իշխանափոխություն։ Իր համար երկրորդ խնդիրը Չինաստան տնտեսություն։ Իր համար երրորդ խնդիրը իսլամ աշխարհում իր համար ոչ կառավարելի եւ իր թիվ 1 դաշնակից, ներկա վարչակազմի դաշնակից Իսրայելի թիվ 1 հակառակորդ Իրանում իշխանափոխություն իրականացնելը։ Ես հիմա նորից եմ նշում. Արկտիկա, Չինաստան, Իրան։ Այստեղ Ուկրաինա ընդհանրապես չկա։ Բայց Տրամփի վարչակազմը նաև չի կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ Բրիտանիան, եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ի անդամ երկրները եւ Ուկրաինան այնուամենայնիվ կարողացան հավաքական առումով կեցված դրսևորել եւ ԱՄՆ-ի նախագահի ցանկությունը պատերազմը կանգնեցնելու եւ չօգնելը, որ պատերազմը չշարունակվի, չաշխատեց։ ԱՄՆ-ի նախագահը այդ իրողության հետ հաշվի է նստում։ Այսինքն կռիվը այնտեղ շարունակվում է։ Եթե կռիվը շարունակվում է, իսկ ինքը ուղղակի մասնակցություն չունի, հա, ինչպես ասում են մայախատը սկրա է, ձեռքերը լվացել գնել, բայց ամերիկացին ամերիկացի չի լինի, եթե ինքը ինչ չանի, փող չաշխատի պատերազմի վրա։ Ավասիկ հիմա եվրոպական հարկատուները աշխատացնում են ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրը տասնյակ հարյուրավոր միլիարդավոր դոլարների պատվերներ տալու։ Բայց ԱՄՆ-ը ասում է, ես ուզում եմ, որ կանգնեցվի։ Ինքը նորից եմ ասում, իր համար ստրատեգիականը Իրանն է, այս պահին, Իրանի միջոցով Չինաստանը եւ Ռուսաստանի հետ մրցակցությունը Արկտիկայում։ Իսկ Արկտիկայում, ասենք, ինքը մի երկու պետությունից ռակետ անի տարածքներ որոշակի։ Դանիայից, օրինակ։ Ես նաեւ ֆիքսում եմ, որ
կոնկրետ մերձավոր արևելյան այս ճգնաժամը շարունակաբար ընդլայնվում է եւ տեսակետներ կան նաեւ այն մասին, որ նույն արդեն արևմտյան տեսաբաններն են դրա մասին խոսում, որ իրանական կողմը ուղղակի կարող է ռազմական գործողություն իրականացնել ցամաքային եւ օկուպացնել Քուվեյթը, դրանով էլ ավելի մեծ հարված հասցնելով Պարսից ծոցի ավազանին, որովհետեւ Քուվեյթը ստրատեգիական առումով բավականին կարևոր կետ է եւ ցամաքային այդ հատվածը, որը որ բաժանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը Քուվեյթից, դա անցնում է Իրաքի տարածքով եւ ընդամենը 32 կիլոմետրանոց մի հատված է։ Որքանով է հավանական, որ ասես որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ելնելով իր ինքնապաշտպանության օրինական իրավունքից ոչ միայն շարունակի օդային հարվածները ծոցի երկրներին, ոչնչացնելով նրանց ջրային պաշարները, հա, այսպես ասած, ջրի պարզեցման պաշարները, այլ ուղղակի ցամաքային գործողություն իրականացնի նրանց մեկի հանդեպ։ Իսկ իմաստը ո՞րն է այդ ցամաքային գործողությունը։ Օրինակ հուսիտներս վերջին մի քանի օր ակտիվացել են, չէ՞։ Ըստ էության Սաուդյան Արաբիային ծովային բլոկադայի ենթարկել։ Եվ երկու նավեր խփել էին, չէ՞։ Թիրախավորել են եւ խփել էին։ Այսինքն Հորմուզի նեղուց երկու օպերացիան, հա, մյուս նեղուցով, որը վերահսկում են, որ հիմնականում վերահսկում են հուսիտները։ Այսինքն իրականում հիմա Իրանի Իսլամական Հանրապետությունը հուսիտների հետ միասին կարողանում է էականորեն ազդել համաշխարհային տնտեսության վրա, այդ երկու զարկերակների վրա ուղղակի ազդեցություն ունենալով, փակելով կամ բացելով։ Իրենք են որոշում, դա Միացյալ Նահանգները չի որոշում։ Եվ հետաբար ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի եւ քաղաքական խմբի այն մտայնությունը, ըստ որի քրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելով, ինչ որտեղ միգուցե կղզի վերցնելով եւ այլն, քարոզչության դաշտում հաղթելով եւ այլն, մտածելով, որ Իրանում իշխանապողություն կլինի։ Իրանում իշխանապողություն չի լինի։ Օրինակ, Իրանը կանխարգելիչ հարված հասցրեց Իրաքի քրդերին հարվածելով։ Ինչու որպեսզի չակտիվանան։ Չէ, այնտեղ ակտիվացել էին, ոչ թե չակտիվանան։ Այնտեղ ակտիվացել էին, այնտեղ ճամբարներում արդեն պատրաստում էին այդ ձեր ասած ցամաքային օպերացիայի հարվածային ուղղություններից մեկը Իրաքն է, Իրանի նկատմամբ։ Ինքը կանխարգելիչ հարված հասցրեց։ Ճամբարներն ուղղակի։ Հիմա խնդիրը նա չէր, որ 100 հազարավոր զոհեր լիներ։ Խնդիրը նա էր, որ ասում են, որ ես գիտեմ, որ դուք գործիք եք քրդերին կոնկրետ եւ ես թույլ չեմ տա։ Ոչ միայն այդտեղ, իսկ իմ երկրի ներսում ցանկացած անջատողական տրամադրություններ ուղղակի կենտրոնական իշխանությունների արյան մեջ կխեղդեն։ Ընդ որում այդ հրաման տվողը հետաքրքիր ազգության պարսիկել չի, իդեպ ասեմ ձեզ։ Ազգության բազարի է։ Եվս այդմ ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը եւս տապալված է։ Վստահաբար եմ ասում ձեզ։ Վաղ թե ուշ ինքը համակերպվելու է։ Թե նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ինչ կեղծիքներով է հանրապետական հաղթելու։ Դրա մասին արդեն Տրամպը նախորդ քարոզչական հողեր նախապատասխանում ասելով, թե այն ժամանակ, երբ որ ինքը նախագահի տեխնացուր եւ պարտվեց, Չինաստանն էր խակերները մուտք գործել, հետո խորքային պետությունը դիպստեյթներ աշխատել, այս բոլորը ինչի համար է հիմա ասում։ Ինքը հող է նախապատրաստում, ապահովագրի իրեն։ Ճիշտ է, նոյեմբերին հաղթելու է նկարիչը, ինչպես մեզ մոտ ընտրություններում ես որ ասում եի, եթե ընդդիմությունը հաղթի 101%-ով, իշխանությունը վերջում հայտարարելու է, որ 55%-ով ինքը հաղթել է, իրականում հաղթման նկարիչ։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հիմա այնտեղ էլ Տրամպը թող նախապատրաստել, հա, թե Ամերիկայում դա մի քիչ դժվար է, բայց չգիտեմ, այնուամենայնիվ հանրապետականի Հայաստան չի էլի, բայց հանրապետականի պարտությունը ինքը սկզբունքորեն ԱՄՆ-ում կարող է նոր քաղաքական գործընթացի եւ ճգնաժամի պատճառ դառնալ։ Այն է նախագահի իմպիչմենտ։ Դեմոկրատները ամենայն հավանականությամբ անվստահության գործընթաց կարող է սկսել ԱՄՆ-ում։ Այս վտանգի մասին ԱՄՆ նախագահը եւ իր քաղաքական թիմը շատ լավ գիտեն։ Ուստի եւ եթե նայում ենք հիմա, օրինակ ինձ համար ցուցիչ է, երբ
անուղակի երկու կարևոր գործոնի վրա արդեն ինքը համակերպվել է Իրանի հետ հարաբերությունը։ Հորմուզի նեղուցը մեծ հաշվով Իրանն է հասկելու։ Եվ երկրորդ, Իրանը դառնալու է միջուկային տերություն։ Եվ միջուկային տերություն դառնալու ԱՄՆ-ի համակերպված վիճակը ինձ հուշեց 3 ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպումը պայմանագիր ստորագրելը, տեխնոլոգիաների փոխանցումը եւ այլն։ Այսինքն եթե որպես հակակշիռ է։ Այո, եթե Իրանը ինչ որ մի պահ հայտարարի, որ ինքը միջուկային տերություն է, Սաուդյան Արաբիան ունենալու տեխնոլոգիաներ, իհարկե ԱՄՆ-ի հետ միջուկային զենքերը կտա, բայց Սաուդյան Արաբիան հիմնավոր ձևով կասի, որ դե քանի որ ես խաղ ատոմի տեխնոլոգիաներ ունեի, իմ գիտնականները նաև միջուկային զենք են սարքել։ Այսինքն հակակշիռ է այսօր ԱՄՆ-ը։ Գալիս ենք այն մտքին, որ նորից նույն այն մտքին, որ մրցավազք է մերձավոր արևելքում հիմա։ Այո, մրցավազք է, այսինքն երրորդ համաշխարհայինը շարունակվում է, ինչպես ասում են, մեր հարևան Ադրբեջանը թուրը սրում է, զորավարժություններ է անում, ընդորում է զորավարժությունների մեջ հիմնականում ներգրաված է եւ Թուրքիան, եւ մեր հարևան Վրաստանը, մենք անում ենք ռազմական խաղեր։ Խաղեր ենք մենք անում, այսինքն քաղաքացիական բնակչության հավաքում ենք, կամերաները միացնում ենք եւ սովորացնում ենք, ասենք, քայլելը, առաջին բուժ օգնությունը, կամերայի առաջ, այսինքն սա ցուցադրական սելֆի անելու գործընթաց է։ Հիմա Ադրբեջանը մասնակցում է լուրջ զորավարժությունից, վերջերս եւս հատուկ նշանակության ստորաբաժանումները Պակիստանի հետ միասին մասնակցել էին զորավարժությունների։ Մեզ մոտ ռազմական խաղեր են անում։ Զարնիցա, սովետական ժամանակ տենց խաղեր կար, կամ Արլյոնակ։ Հիմա դե ոնց երկրի կառավարիչն է անեցել իր անվտանգության համակարգն է։ Ինքն էլ միգուցե մտածում ասում է, դե հիմա ԱՄՆ-ը մեր անվտանգության երաշխավորն է։ ԱՄՆ-ը ոչ մեկի անվտանգության երաշխավոր չի։ ԱՄՆ-ը անգամ իր ռազմական բազաների անվտանգության երաշխավոր չէ Պարսից ծոցի, որտեղ Իրանը քարին չի թողում։ Այդ նույն ԱՄՆ-ն էր քրդերի երաշխավորը բանում Սիրիայում, եւ ինչ եղավ։ Այդ նույն ԱՄՆ-ն է հիմա երաշխավոր քրդերի Իրաքում, եւ ինչա լինում երաշխավոր։ Հիմա այստեղ էլ է երաշխավոր։ Եվ այնպես որ ցանկացած երկրի անվտանգության երաշխավորը առաջնորդին իր բանակն է եւ ճիշտ դաշնակիցները։ Ընդորում դաշնակիցները ոչ թե վիրտուալ շահերի, այլ գործնականում կոնկրետ ռազմական գերատեսչություններով։ Մենք այդպես դաշնակից ունենք եւ փաստացի հավաքական առումով հիմա չունենք, այո։ Վաղը չեմ իսօրը եթե այդ փորձանքը բախեց մեր դուռը կամ առանց դուռը բախելու էլ ոտքով հարվածեց ներս մտավ, հա։ ԱՄՆ-ն էլ խիստ զբաղված է լինելու։ Ֆրանսիան ինչպես միշտ հայերին խուրդելու է։ Ինձ համար գլխավոր ցուցիչը Ֆրանսիան է։ Կիլիկիայի Հայաստանը տվեց Թուրքիային 400,000 հայությունով, 100,000 կոտորածով։ Ինձ համար Արցախն է, որտեղ Արցախի իրական հայաթափում եղավ 23 սեպտեմբերին, եւ որի թիմի պատճառը մեղավորը Մակրոնն էր, իդեպ Շարլ Միշելի հետ, մի կողմից, այս կողմից էլ Փաշինյանն ու Ալիևը երկրորդ կողմից։ Ուզում ասել, որ երբ որ այդ փորձանքը մտնի մեր տուն, մենք ինչ որ կորուստներից հետո վազելու ենք, բան, հա, նամակ են գրելու ռուսաց թագավորին, որը կարող է տեղը չհասնի դեպ։ Ուրիշով է օգնելու։ Ով շահեր ունի։ Իրանը հələ որ լուրջ խնդիրների մեջ է։ Իրանը իր կռիվը դեռ չի դադարեցել եւ Իրանին պետք չի ասենք լրացուցիչ իր համար ճակատ բացել։ Օրինակ Ադրբեջանի դեմ, երբ որ Ադրբեջանը մեր նկատմամբ ռազմական ոտնձգություն չի անի։ Դե ինչ է ստացվում։ Քաղ պայմանագիրը փաստորեն իր վարչության անդամներով զինված միջուկային զենքով կգնան սահմանում Ադրբեջանի զինուժին հաղթելու։ Այսպես է լինելու։ Կամ դիմավորելու ծաղիկներով եւ ոչ միայն։ Եվ թերևս այս նոտայով ավարտենք այսօրվա թողարկումը, սիրելի ընկերներ, Antifake եթերում Խաշմերուկ ոդքասթի հերթական թողարկումներ, ձեզ հետ էին լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, մնացեք Antifake եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։